երկիր ենք կորցրել, հող, մի քանի 100 եկեղեցի ու վանք ենք կորցրել, բազմաթիվ հոգևորականներ մնացել են առանց իրենց եկեղեցի ու վանքի, տնավեր տնանք են եղել, աշխարհում եք թափառում է հայ ժողովուրդը, եւ ինքը գնում է, շատ հետաքրքիր բան է այստեղ, մի քանի օր առաջ գալիս է կաթոլիկ եկեղեցու կենտրոնից, Վատիկանից, որտեղ, որպես հայ քրիստոնյա, իրավունք չունենալով կաթոլիկ եկեղեցու նշխարը վերցնել, որը միայն բացառիկ դեպքերում է թույլատրվում, երբ միտեղ ես հայկական եկեղեցի չկա, այդ ժամանակ օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցու հաղորդություն կարող ես ընդունել, այն էլ թույլտվությամբ, իրենք դիմելով ստանալու, բայց ինքը Հռոմի պես ազատ երկրում 1-2 օրով գնացել էր, գնաց ընդունեց հաղորդություն, դա նշանակում է գնաց Թուրքիայում կոշիկները անեց գնաց մսկիթ, դա էլ հաղորդության Փարթազադեի հետ, եւ տարբեր կասկածներ կան այդ գնաց այնտեղ նաեւ իրենց սրիտակով անցավ, եկավ մեր եկեղեցու դեմ իշխանության գալուց հետո ամենամեծ պղծությունները գործեց, Վեհարանը 7 օրով գրավել տվեց եւ պղծեց, նույնիսկ սուլթաններն ու շահերը չեն մտել Վեհարան, իր խուժանները մտել էին, ուտում էին, պղծում էին, թքում էին, ծխում էին, ծխախոտի կոթուկներ էին գցում մնացուկներ այդ եկեղեցու, մեր Վեհարանում, առաջի օրվանից հայտարարեց իր ինչ լինելը, եւ այդքանից հետո ես եկեղեցու նկատմամբ ամենա վայրենի տրամադրություններ ունեցող եւ քարոզով մանավանդ իր կինը, երբ առաջ օրը վեհապարի հետ հանդիպան գնաց, երեկոյան ակումբի աղջկա հաճախորդի շորով։ Միտումնավոր էր դա իրենց բանն էր։ Հիմա վերաբերմունքն առ եկեղեցի եւ կաթոլիկոս։ Եկեղեցու նկատմամբ որ ձեր ավանդույթները, ծեսերը բան մենք չենք հարգում։ Մենք մեր մարմնի եւ կրքերի նյութի բորկորի իրավունքն ենք հասկանում մենակ։ Ինչ անում են հիմա։ Հիմա ես նայեցի, այս բանին աչպարարին մեծ դերասանին Նիկոլ անունով։ Ամբիոն են տվել այդ եկեղեցուն, խորանի առաջ կանգնել է, տեսեք Հովանավանքում կեղծ այդ պատարակը նկատի ունեք։ Կեղծ պատարակի ժամանակ կանգնել է Հովանավանքում, այնտեղ կեղծ կարգալույց եղած քահանան, հիմա կարևոր չի, ինքը արդարանում է, չի արդարանում, ինձ համար 0 արժեք ունի, դա նույնն է թե Նիկոլը պետք է մի նախարարի հեռացնի գործից, նախարարը չգնա թե Նիկոլը էս Արցախն հանձնել, խոստումները չի կատարել, թոշակները չի բարձրացել, այդ բաները չի փոխել, արագաչափերը չի փոխել, ասել է Հայաստանը մերն է, Արցախը մերն է եւ վերջ, բայց հանձնել է ու ասել այդքան բանը ինքը, ինչու ինքը այդքան արել, ես էլ նախարարությունից չեմ գնա, պաշտոնը չեմ լքի։ Դա նույնն է, ինքը ճանաչելով իր իշխանությունը եւ ասելով որ ես եմ կառավարությունը, ուրեմն հակառակ հայտարարում է ինչը կարող է վեհապարը ինքը եկեղեցին ինքն է։ Եթե նույն տրամաբանությամբ վեհապարն ասեց կարգալույց պիտի լինեք։ Հիմա դա հանձնարարություն է, չէ։ Հիմա կանգնել է այնտեղ, նկարել են լրատվամիջոցները, գցել, ստեղից ինչ որ կոկորտոլուսի արցունք է գնում, նկարել։ Այս մարդը որ հազարավոր հայերի ոչնչացրեց, հազարավոր եկեղեցիներ եւ հուշարձաններ մատնեց թշնամուն տվեց, պղծեց մեր երկիրը, գաղթական դարձրեց 100,000 մարդուց ավելի մարդ, կանգնել է սրբապիղծ, կարգալույց եղած, քահանայի առաջ, ծնկաչոք եղել, հաղորդություն է ընդունում եւ իբր լացում է, բայց մի աչքով։ Արցունքաբեր 1000 ու մի միջոցներ կան։ Ճիշտ ես ասում։ Այսինքն դրա կեղծիկը դա ժողովրդի համար է, չէ՞ արված։ Ծնկաչոք վիդեոկա, բայց կարծում եք այդ կներեք կուտը ուտում է ժողովուրդը։ Այո։ Դեռ այդ վիճակում ենք։ Եթե չուտեն, դրա հետևից գնացող չի լինի, միշտ լինում է մի զանգված, որ ուտում է իշխանությունների գծած կուտը։ Դրանք այն հավերն են, որոնք սնվում են իշխանության մսուրքից։ Կուտ են ուտում այնտեղ, ջուր են խմում, ոչ չգիտեմ հիմա էլ պետք է բանկերի բանը, չէ, այդ բանկերի փողերն է ուզում ահագին, քանի հազար մարդու բանկի փող է ուզում, չեղյալ հայտարարել։ Նախընտրական, գնում ենք 2026։ Վարկեր, այո, նախընտրական։ Ժողովրդին նորից խաբել, նորից ոգևորել, հիմա այս ամբողջ համատարած սուտը, կեղծիկը, ահաբեկումները, գաղտնալսումները, սպառնալիքները ամենահեղինակավոր մարդկանց հասցեին զրպարտությունները մեծագույն հանցագործություն են ոչ միայն քրեական առումով, այլ նաև բարոյական մարդկային
հոգևոր առումով, քրիստոնեական մեր ըմբռնումների մշակույթի առումով ոչ միայն հանցագործություն են, նաև աններելի մեղք, որի համար իրենք պետք է հատուցեն վաղ թե ուշ։ Եվ մեր ժողովուրդն էլ մոռանալով այս մասին, դերևս կան ահագին հավատավորներ, որ հավատում են սրան, որովհետև կուտ են ուտում։